Եվրոպական միությունը մինչև 2018 թվականը բոլոր խախտումների կամ ճակերտավոր խախտումների մասին միշտ արձանագրում էր եւ բարձրաձայնում էր, սակայն 2018 թվականից հետո Եվրոպական միությունը որոշել է լռել ու այդ լռությունը բերել է այս նկարում պատկերված մարդկանց բանտարկությանը, որոնք քաղաքական պատվերով են բանտարկվել, որոնք հաշտ չեն եղել երկրում տիրող իրավիճակի հետ ու իրենց արդարացի զայրույթը արտահայտել են իշխանությունների պատվերով քաղաքապանտարկյալ են դարձել, Եվրոպական միությունը դրա վրա աշկ է փակել ու այս տեմպերով միշտ էլ աշկ փակելու է, ինչքան հասկանում ենք, քանի որ մինչև այսօր ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել։ Ինչու է աշկը փակում, Այդ իրանց կարային հարցնեինք, բայց ափսոս չեն գործում, չեն կարող։ Համագործակցությունը տեղի իշխանությունների հետ։ Դե կարանք նաև տենց էլ կապենք, բայց իրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանեմ, հակառակը մենք պահանջում ենք, որ իրանք պատասխանեն։ Մենք իրանց տեղը չենք կարող պատասխանել։ Սոյանը Բրյուսելում է, ինչ է կարծում, որևէ առաջընթաց չի լինի գերիների հետ վերադարձի։ Դե ինձ թվում է չի լինի, քանի որ մենք տեսել ենք 5 տարի անցել արդեն պատերազմից եւ ոչ մի դրական տեղաշարժ կամ ընտրովի ընտրություններից առաջ կամ ինչ-որ քաղաքական դրդապատճառներով 1 կամ 2 հոգու հետ վերադարձնել եւ դա քաղաքականապես ձևակերպումներ, քաղաքականապես փաթաթել ժողովրդի գլխին, դա ինձ չի թվում, որ Արարատ Միրզոյանի կամ այլ դիվանագետի բանակցությունների արդյունք է, դա զուտ խնդրանքի կարգով կամ չեմ կարող ձևակերպումը ճիշտ տամ, լինում է, որ մեր իշխանություններին անհրաժեշտ են լինում մարդիկ բերվում են ու լինում է, որ մեր իշխանություններին անհրաժեշտ է լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բանտարկել ու բանտարկում են։ Ես չեմ կարող Հայաստանի իշխանությունների վրա վստահ լինել, որ մեր քաղաքացիներին կբերեն Բաքվից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բանտարկվում են Հայաստանում։ Այսինքն դուք կարծիք եք հայտնում, որ Ադրբեջանի իշխանությունները սատարում են տեղի իշխանությունները, որ կարողանան պահպանել իրենց իշխանությունը։ Նախ իմ կարծիքն է ու երևի ցանկացած գիտակից մարդ նույն ենթադրությունները կարող անել, տեսնելով այս 5-6 տարիների ընթացքում թե ինչ քաղաքականություն են վարում Ադրբեջանի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները համատեղ։ Իրականություն կալանավորված անձի նկատմամբ որևէ քրեական գործ է հարուցված եւ իշխանությունը հայտարարում է, որ նրանք քաղաքապանտարկյալներ չեն։ Հիմա Ըստ այդմ էլ Եվրամիությանը եւ բոլոր միջազգային կառույցներին այլ հոդվածներ կարող է ներկայացնել։ Ես չեմ կարծում Եվրամիությունը այդքան կույր է ու չի տեսնում թե Հայաստանում ինչ է կատարվում, նույն Անդրանիկ Չամչյանը Հույդա երիտասարդական միության անդամ ստրայք բոլի զենքեր չի խաղալիքների համար բանտարկվել է։ Հիմա տնային կալանքի մեջ է, բայց դա նույնպես բանտարկություն է ու ես չեմ կարծում Եվրոպական միությունը տենց ահա սարսուր տեսքով զենքեր տեսնելով կամ եսիմ ինչ անելով մտածում է, որ հա իրոքից այս տեղեմ քաղաքապանտարկյալ չի, այլ ահաբեկիչ է կամ նման որակումներ տա։ Քաղաքական պատվեր, քաղաքական ճնշումներ, որոնք մենք այդ ճնշումները պատվով տանելու ենք ու հաղթահարելու ենք բոլոր ճնշումները, հասնելու ենք արդարության։ Միջոցառումը կկրկնվի թե մեկ անգամ։ Միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, ինչքան Եվրոպական միությունը ճիշտ արձանագրումներ չանի, ճիշտ հայտարարություններ չանի, այդքան մենք գալու ենք անհրաժեշտության դեպքում շաբաթներով, ամիսներով մենք կարող ենք գալ ու իրենցից պահանջել, բայց հուսամ բանը դրան չի հասնի եւ Եվրոպական միությունը կսկսի արդեն արդար խոսալ։